Լավ լուրերով սկսեցին Վիզերի ներկայացուցիչներն իրենց ասուլիսը Զվարթնոց միջազգային օդանավակայանում մեղմելու վերջին շրջանում ընկերության հասցեին հնչող քննադատությունները։ Այսօրվա լավ նորությունն այն է, որ ավելացնում ենք երկու նոր ուղղություն՝ Էյնդհովեն եւ Բրյուսել։ Էյնդհովենի չվերթները սկսելու են հոկտեմբերից, շաբաթը 3 անգամ, իսկ Բրյուսելի չվերթները փետրվարից, նույն հաճախականությամբ։ Ավիաընկերության ներկայացուցիչները լավ նորություններով էին սկսել ասուլիսը, որովհետև կազմակերպությունը վերջին շրջանում խափանումներով է աշխատում։ Ընկերության ներկայացուցիչները նշեցին, խնդիրները կարգավորելու համար նոր ուղղություններից բացի գործող ուղղություններում նոր չվերթներ են ավելացնելու։ ABC մեդիան մասնավորապես հետաքրքրվեց, ինչու հունվարի 2-ին չկայացավ Երևան-Պրահա չվերթը եւ ինչու չեղավ ոչ մի փոխհատուցում։ Ավելին թռիչքը տեղափոխվեց հունվարի 5-ին, որի տոմսերն արդեն սպառված էին, իսկ ուղևորներն էլ ստիպված էին մի ամբողջ ճամփորդություն վերաձևակերպել։ Ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարության համար։ Խափանումներ տեղի են ունենում մի շարք պատճառներով, այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք այնպես անել, որ մեր աշխատանքն ավելի հուսալի լինի։ Խափանումներն այս աշխատանքում ցավոք սրտի անխուսափելի է։ Օրինակ կարող է եղանակը պատճառ լինել։ Այդ իսկ պատճառով որոշեցինք երկու նոր ուղղություն ավելացնել։ Ինչ որ բաներ կարող են չստացվել, այդպես լինում է։ Ավիաընկերության կոմերցիոն գլխավոր տնօրենը տուժած ուղևորներին առաջարկում է անցնել պաշտոնական կայքեջ, որտեղ էլ հատուկ համակարգով հայտ լրացնել եւ փոխհատուցում հայցել, կամ կարող են նշված հեռախոսահամարներով կապ հաստատել։ Երկու լրացում ունեմ, առաջինը եղանակի հետ կապված, այդ օրերին ընկերությունը պարզաբանեց, որ թռիչքները հետաձգվել են եղանակի պատճառով եւ եղանակի պատճառով հետաձգված թռիչքները փոխհատուցում չեն ստանում, բայց ուզում եմ շեշտել, որ այլ ընկերություններ թռիչքներ կատարել են այդ եղանակին եւ չկատարելու դեպքում փոխհատուցումներ կատարել են, իսկ հեռախոսահամարները եւ կոնտակտային բոլոր տվյալները, որոնք կան կայքում, զանգերը անպատասխան են մնում եւ նաեւ նամակները։ Շնորհակալություն, որ բարձրաձայնեցիք այդ հարցի մասին։ Ես առաջին անգամ եմ դրա մասին լսում ու անպայման կուսումնասիրեմ այդ հարցը։ Տարածաշրջանում պատերազմի ֆոնին նաև վառելիքի թանկացման պայմանավորված սակագնի բարձրացում չի լինի, հայտարարեցին ներկայացուցիչները։ Եվ վերջում կրկին ծագած խնդիրների մասին խոսելով ավիաընկերության ներկայացուցիչներն ասում են, որ իրենց տարողունակությունը վերաձևակերպել են հաշվի առնելով մերձավոր արևելքում տեղի ունեցած ճգնաժամերը։ Օրինակ թռիչքների մոտ 5%-ը, որոնք ուղղված էին մերձավոր արևելք, հետ են կանչվել, կատարվել են նաև անհրաժեշտ փոփոխություններ։ Երկրորդ պատճառը տեխնիկական բնույթ ունի, կապված շարժիչների բարելավման հետ։ Ի վերջո պնդում են, որ իրենց նպատակն է դառնալ Եվրոպայում ամենահուսալի լոw-cost ընկերությունը։